Պետք է ստիպենք։ Եվ ովքեր չեն մասնակցի այդ գործին, նրանք թող հետո իրենց մեղքի բաժինը վերցնեն իրենց վրա։ Ընդդիմությունը տարբեր կուսակցություններով մեկը առանձին է։ Ինչն է պատճառը, որ Ամերիկան դառավ աշխարհի տերը։ Բայց Հայաստանում հաստատել ենք, որ Ռուսաստանում մի հատ է հաստատել։ Պաշտոնապես գրավոր դիմեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Հայ ժողովուրդը շատ դժվար է միավորվում։ Բարև ձեզ, եթերում լուրջ կաստ է, շնորհակալություն, որ մեզ դիտում եք, լսում եք ոդկասթային հարթակներում, այսօր ձեր համար յուրահատուկ էպիզոդ ունենք, այսօր մեր հյուրն է լեգենդար ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը, բարև ձեզ, պարոն Սադոյան։ Բարև ձեզ, այդքանը լեգենդար չէ, բայց Դուք չգիտեք, բայց այո, շատ լեգենդար եք։ Մենք ամենաշատը ափսոսում ենք, որ մեր հաղորդման ժամանակաշրջանը ձեր ակտիվ ժամանակաշրջանի հետ գրեթե չի խաչվել։ Ճիշտ ասած, այսպես, ես իհարկե ցավում եմ, բայց ոնց որ ասում են старостный радость, բայց բոլոր դեպքերում մի բանը շատ լավ է եւ ես հատուկ ուզում եմ շեշտել, որ չնայած այն այսպես ասած լեգենդար ակտիվ ժամանակները շատ ես բանով ինձ թվում էր թե գոնե մի բանով օգտակար եմ եղել, գոնե այնքան որ քննադատելու առումով եւ այլն։ Այո։ Բայց հետաքրքիր է, որ համենայն դեպս այսպես ասած տարիքը բերում է ինչ որ ձևի իմաստության։ Իհարկե մի մասին բերում է, մի մասին ընդհակառակը։ Մի մասն անդույս է։ Այդ իմաստությունը կփորձենք այսօր կամել ձեզանից։ Փորձեմ, եթե կարող է փորձի փոխանակման։ Ընդհանրապես հիմա հետևում եք ակտիվ քաղաքական process-ներին, որքանով։ Հետևում եմ ես նույնիսկ ամեն տեղ, եթե օրինակ թեկուզ Facebook-ում բանում կամ իմ վերջի հաղորդումներում, օրինակ ոնց էր իրատես էս ինչում, նոյան տապանում բանում, ես շատ դառնությամբ ասում եմ հետևյալը, չնայած ես իմ տարիքին բոլորովին հնարավորություն ու ցանկություն էլ չունեմ, ոչ ազգային ժողովի չնայած 17 տարի դեպուտատ եմ եղել, բայց ինձ պետք չի դա արդեն։ Եվ օգտակար էլ չեմ կարող լինեմ լուրջ այդ բանում, բայց իրավիճակը այնքան է բարդ, այնքան վտանգավոր է, որ օրինակ ընտրությունում այս առաջիկա 5 տարին իսկապես բախտորոշ է լինելու ոչ միայն մենակ Հայաստանի գուբերնիակը դառնա թե չի դառնա կամ վիլայետ բանը տեսակետից, այլ վտանգի տակ է ողջ աշխարհով 1-10 միլիոն հայ ժողովուրդ, որովհետև ասիմիլյացիան process-ները այնքան են արագանում տարբեր պատճառներով, որ երբ որ երկիրը, որ ժամանակի ժողովուրդը ավելի շուտ, որ ոգևորված այդ արցախյան հաջողություններով այն ժամանակվա, միավորվել էր հայ ժողովուրդը աշխարհով մեկ դառնում էր մի բռունցք, այս ժամանակ, այս նիկոլականների եւ այլնի բաների պատճառով հիմա ընդհակառակը քանդվում է ամեն ինչ եւ ինքն էլ ամեն ձևի քանդում է, օրինակ եկեղեցու հետ կապված հարցերով եւ այլն։ Եվ արդյունքում ստացվում է հետևյալը. եթե առաջիկա 5 տարին շարունակվեց այնպես, ինչպես հիմա է շարունակվում, շատ հավանական է, որ Սփյուռքի քանդվել է այն աշճանիկ հասցնի, որոնից վերականգնել աշխարհով մեկ կազմակերպություն ստեղծելու հնարավորություն արդեն համարազորական կդառնա։ Դե Սփյուռքին դեռ կհասնենք, բայց քանի որ անկեղծ լինեմ, մենք ընդհանրապես չգիտենք, վաղուց չենք տեսել հետևել, չգիտենք ձեր կարծիքը ու ըմբռնումը ներկա վիճակի։ Դրա համար սկսենք ընդհանուր առմամբ ոնց է գնահատում այս վիճակը, այն առումով որ կա ընդդիմություն, կա իշխանություն, ոնց է գնահատում իշխանությանը, 1-ից 10 սանդղակով, ընդդիմության մեջ կան շատ թե քիչ օգտակար ուժեր ու մեկ ուզում եմ ճշտեմ, ես մինչև վերջ անկեղծ ասեմ, թե կիսատ։ Կիսատ, չէ, միջև վերջ, դախազ։ Ասեմ հետևյալը։ Այն ինչ կատարվում է այսօր Հայաստանի Հանրապետությունում եւ ինչ կատարվել է 18 թվականից սկսած, վերջո բացի նրանից, որ պատի այսպես ասած իշխանավորները, որոնք չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ, փորձեն իշխանությունն օգտագործել իրենց շահերի բաների համար,
Բայց բոլոր դեպքերում քաղաքականությունը բարդագույն գործ է։ Քաղաքականության մեջ պետք է լինեն մասնագիտացած մարդիկ, որոնք պատկերացնում են աշխարհը ինչա, աշխարհընկալման, աշխարհայացքային որոշակի համոզմունքներ, բաներ ունեն, պատկերացնում են աշխարհը դեպի ուր է գնում, որովհետև հայ ժողովուրդը ինչքան էլ իր մասին մեծ կարծիք ունենա, մեկը ընդամենը մի մասն աշխարհի։ Աշխարհը իր օրենքներով է գնում եւ մենք պետք է դա հաշվի առնենք։ Եվ հիմա պատկերացրեք իշխանություն, որը աբսոլյուտ չի պատկերացնում ինչը, որը բոլորովին չի հասկանում, որ օրինակ ազգապահպանման անհրաժեշտությունը, չի հասկանում նույնիսկ, որ մարդկությունը իր քաղաքակրթության զարգացման համար են ապրում մարդիկ ու առանցքերը, ժողովուրդները, որ քաղաքակրթության զարգացման հրամայականով պատմության ընթացքը կարգավորվում, որ քաղաքականության զարգացման համարը, որ պատերազմներ, մրցակցություն եւ այլն է լինում, որ քաղաքակրթության զարգացման համարը, որ մենք մեր երեխաներին ասում ենք, բա մոտ չի, դու այս բանը չես կարող անել, չես կարող, որովհետեւ մրցակցության մեխանիզմ պետք է ստեղծվի, որպեսզի քաղաքակրթությունը զարգանա։ Մրցակցության այդ մեխանիզմի մեջ շատ ավելի կարևոր է ոչ թե առանցին անհատների այսպես մրցակցությունը, այլ մարդկանց կազմակերպված խմբերի, առավել ևս մարդկանց մեծ կազմակերպված խմբերի, պետությունների։ Հիմա պատկերացրեք պետությունների մրցակցություն։ Շատերը օրինակ ասում են, դե մրցակցում են, որ մեկը մեկից ուզում է մի բան փոխի, օրինակ Ռուսաստանը պատերազմ անում Ուկրաինայի հետ, որ Դոնբասը գրավի։ Այդ ցավները տանեմ, Դոնբասը ինքնավեր է։ Գրավել է Իրան առնվազն 10 տարի ոչ մի օգուտ չի տա, մինչև ընդեղի շենք մենքերը չվերականգնեն, կարգի չբերեն։ Մրցակցությունը աշխարհում Ուկրաինայում ռուս եւ եվրոպական փաստորեն ոչ միայն Ուկրաինա մրցակցությունը։ Նրա համար է, որովհետև հիմա քաղաքակրթությունը դրել է կարևորագույն խնդիր։ Պետք է արդյոք աշխարհը եւ նրա մաս կազմող երկրները ղեկավարվեն ժողովրդավարության սկզբունքներով, թե ավտորիտարիզմի։ Գնում է ավտորիտարիզմի եւ ժողովրդավարության փորձարկում մրցակցություն։ Իրանում բանը պրոցեսը եւ Ուկրաինայում նույնն է։ Դա երկու դեպքերում է ժողովրդավարության եւ քաղաքակրթության ավտորիտարիզմի մրցակցությունը։ Այնտեղ կրոնական հիմքով, ստեղ էլ Պուտինյան շահամոլության հիմքով, կայսերապաշտական հիմքով։ Եվ հիմա այս պայմաններում բնական է, որ Հայաստանը պետք է իր տեղը գտնի։ Ում հետ է գնում, մենակով չի կարող։ Եվ հանկարծ այսօրվա իշխանությունները այնքան ուղեղային տարական պատկերացում չունեն, այնքան սակավամտության աշճանաբան է, որ ասում են, բանը բոլորի հետ էլ հավասար բան կանենք, բալանսավորված քաղաքականություն, ռեգիոնալ քաղաքականություն ում է տեսանելու, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի։ Դու քրիստոնյա ազգ ես, դու ոնց ես իրանց հետ ռեգիոնալ քաղաքականություն վարելու մինչև վերջ։ Նամանավանդ ես տշնամ։ Հիմա կհակադարձեն ցորեն է գալիս, ինչ որ բենզին է գալիս։ Ինչ չասկա։ Ադրբեջանից կհակադարձեն, որ ցորեն են բերում, բենզին են բերում։ Այդ ինչ որ բանից պետք է սկսել։ Իհարկե, շատ կարևոր է։ Ես ուղղակի ողջունում եմ, որ ցորեն են բերում, բենզին են բերում։ Ասեմ հետևյալը. Հայաստանի այս կարգի ողբերգական վիճակի պատճառներից հիմնական եղել է նաև այսպես կոչված տարածքային ճանապարհային շրջափակումը։ Հայաստանը առանց աշխարհի հետ նորմալ երկաթգիծ ունենալու, առանց աշխարհի հետ նորմալ այսպես ճանապարհային ազատ բան ունենալու, մենակ հույսը դնելով օդի վրա այն օդը այդքան էլ կբան չի, հնարավորություններ չի տալի։ Հայաստանի թուլացման հիմնական պատճառներից մեկը այն շրջափակումն էր, որը մինչև հիմա անում էր առնվազն 25 տարի շարունակ։ Եվ եթե այդ շրջափակումը մի կերպ կարելի է հաղթարել, լինի դա Տրամպի ուղեղով, լինի նա Ադրբեջանից բենզին բան բերելով եւ այլն, էլի լավ է թող սկսի։ Իհարկե,
իրանք այնքան դառնությամբ ու ցավով են վերաբերվում Հայաստանին, որ օրինակ ոնց որ ամեն ինչ եղել է լավ, Ղարաբաղն էլ վեկալեցիք, ամեն ինչը ձերն է բանով։ Այդքանից հետո էլ Թուրքիան երկաթգիծը չի բացում։ Հիմա պատկերացեք, որովհետև իրանք գիտեն, Հայաստանը քանի է ռամկեքի մեջը, չի կարա լուրջ զարգանա։ Եվ հետաքրքիրն է, որ ցավոք սրտի այդ նիկոլականները, որ ասում եմ, նու ծալ պակաս մի քիչ բառը դժվար ասել, նու մտավոր կարողությունների լուրջ պակասը, այն աշճանի է, որ իրանք չեն հասկանում մի բան։ Չարենցելը ժամանակին ասում էր, ով հայ ժողովուրդ փրկությունը քո միասնության մեջ է։ Հարգելիս 2.5 միլիոն մարդ է ապրում ընդամենը Հայաստանում։ 2.5 միլիոն մարդ է ապրում Հայաստանում, համարյա կիսաշրջափակման մեջ գտնվող Հայաստանում։ Հնամար սովետից ժառանգած տնտեսությամբ Հայաստանում։ Այս Հայաստանի մարդիկ, որ տրաքեն էլ, Նիկոլի փոխարեն ես կամ մի հատ ուրիշը գանք իշխանության։ Մեկը Հայաստանը մենակ իր ուժերով, եթե Ադրբեջանի բյուջեն 10 միլիոն Ադրբեջանի բյուջեն, 2.5 անգամ Հայաստանից ավելա մենակ իր պաշտպանության վրա նա ծախսում է Հայաստանի ողջ բյուջեի չափ, իսկ Հայաստանի բյուջեից պետք է թոշակ բանել տրվի եւ այլն եւ այլն։ Հայաստանը մենակով չի կարա։ Մյուս կողմից, եթե դու ունես մարդկային կապիտալ աշխարհով մեկ, եթե աշխարհով մեկ այս 21-րդ դարում ամեն ինչ արված է, որ բանը այն առաջվա ժամանակներն անցել են, երբ որ մարդիկ միասին մի գործ անելու համար մեկը մի ծայրից պետք է բռներ, մեկը մյուս ծայրից, պետք է իրար հետ խոսային, իրար կողք կլնեին։ Հիմա աշխարհով մեկ ես Լոս Անջելոս զանգում եմ նույն հաջողությամբ ինչ որ Երևանից Երևան։ Հիմա եթե աշխարհով մեկ մտցված է հեռակառավարում, եթե Փարիզից խիրուրգը կարող է այստեղ օպերացիա անի Հայաստանում հեռակառավարման, երբ որ հեռակառավարման եւ այլնի կմաներ կան, երբ որ աշխարհով մեկ ստեղծվում է միջազգային տարբեր բաներով աշխարհով մեկ հզորագույն կազմավորումներ, որոնց բյուջեն Հայաստանից մի 10 անգամ էլ ավել է, եթե ոչ 100 անգամ, որևիցե մի խնդիր չկա, որևիցե մի պատճառ չկա, որ մենք չկարողանանք աշխարհով մեկ ստեղծել 10 միլիոն հայության մեր հայ ազգ կազմակերպությունը, 10 միլիոն հայության պետության նման մի կառույց, որը կունենա իր ներկայացական մարմինը կամ իր պարլամենտը, որը կունենա իր գործադիր խորհուրդը, կունենա ծառայությունների լայն ցանց, եւ որը աշխարհով մեկ օգտագործելով այս արհեստական բանականության ներկայիս տված հնարավորությունները, պայմաններ կստեղծի, որ աշխարհի բոլոր հայերը ներազգային համագործակցության դրոշակը բռնած ծառայեն հայ ժողովրդի նպատակների եւ խնդիրների իրականացմանը։ Ներազգային համագործակցությունը, որ շատ ավելի հեշտ է, քան թե տարբեր ազգերի մարդկանց խմբերի համագործակցությունը, երբ որ մարդիկ ժառանգական լեզվամտածողության սովորությունների եւ այլնի այն ինչ որ երեխա ժամանակից սովորել են, այդ բոլորը ընդհանուր են, ինչքան էլ մենք ասենք հայային ամենտեղ գցում է մեկը մեկի, բայց մեկը հայը հայի հետ շատ ավելի շատ հեշտությամբ կհամագործակցի, կամ հայը հրեայի հետ կամ ուրիշի հետ, չնայած հրեայի հետ էլ ավելի հեշտ է համագործակցել, երբ որ մարդիկ այդքան չեն հասկանում։ Լավ էդի թողնենք։ Եվ այսպես YouTube-ի մոնետիզացիան գալիս է Հայաստան, ու եթե դու մտածում էիր, որ ճիշտ կլինի ինչ-որ հաղորդում, պոդկաստ սկսեմ YouTube-ում, այդ մոմենտն է։ Բանն այն է, որ մեր Spin Ideas Agency-ն զբաղվում է YouTube-ի հետ կապված բոլոր հարցերով, այնպես որ զարգացնել, շատացնել, մոնետիզացնել, սկսել հաղորդում, փոխել հաղորդում, ավելի լավը դարձնել հաղորդումը, համեցեք Spin Ideas։ Ցանկացած ոճի, ճաշակի, տաղավար, փոքր, մեծ, շատ մեծ, լսարանով, առանց լսարանի, մի խոսքով ամեն ինչ տեղ ունենք, ինչպես եւ մարքեթինգային ծառայությունների ողջ ցիկլը։ Ձեր ոդքասթի ստուդիան կարող է ունենալ այս տեսքը.
Կամ այս։ Հիմա պատկերացրեք, որ մենք ունենք 9 այսպիսի ստուդիա, այսինքն 36 տարբեր դիզայն ըստ ձեր ճաշակի։ Ու սրանք դեռ փոքրերն են, ունենք նաև մեծ ստուդիաներ ավելի մեծ նախագծերի համար։ Բարև ձեզ, սիրելի YouTube-ա։ Հոп, այս տաղավարը արդեն վերցրած է։ 21-րդ դարում քոնթենթը արքա է, որ ոլորտից էլ լինեք՝ ֆինանսներ, իրավաբանություն, քաղաքականություն, արվեստ կամ ուրոլոգիա։ Հոպ, ուրոլոգիան արդեն զբաղված է։ Դուք ունեք արժեքավոր ասելիք։ YouTube պրոդյուսերները հատուկ ձեզ համար կանցկացնեն հետազոտություն եւ կգտնեն լավագույն ֆորմատը։ Մեր ամենազբաղված հաճախորդները կարող են գալ ամիսը 1-2 անգամ կամ նկարահանվել live ֆորմատով։ Կներեք, այնուհետ Spin-ի post-production թիմը կմոնտաժի ձեր հաղորդումը, դիզայն թիմը այն կփաթեթավորի, մարքեթինգային թիմը կզբաղվի առաջխաղացմամբ սոցհարթակներում, իսկ մասնագիտացված YouTube թիմը, որից երկրում այլևս չկա, իր ձեռքը կվերցնի ձեր ալիքի կայացումը։ Spin Ideas Agency-ում մենք հաշվի ենք առել ամեն մանրուք ձեր ժամանակը խնայելու եւ արդյունավետությունը բարձրացնելու համար։ Okay, եկեք վերադառնանք ընտրություններին։ Հիմա շատ կոնկրետ վիճակում ենք, 2 ամսից ընտրություններ են։ Այս կոնտեքստում մենք գիտենք, որ դուք ունեք առաջարկ քաղաքական ուժերին, նախընտրական առաջարկ։ Որն է ձեր առաջարկը։ Ես ցավում եմ, որ իսկապես ժամանակին, երբ որ ես պատգամավոր էի, այսպես ասած, իմ 4-րդ խոսափողն էր, թեպետ ունենքով 2-րդ խոսափող էր, բայց 4-րդն ընդունված խոսափողն ունեի, ես շատ ավելի հեշտությամբ էի կարողանում իմ առաջարկներն ու բաները ներկայացնել հանրությանը։ Տեսեք, օրինակ, նույնիսկ Դե այս հնարավորությունը համարեք այս մի րոպե շարունակեմ։ Ասեմ, որ նույնիսկ դուք, որ հետաքրքրվում եք, ես էլ եմ զգում, որ հետաքրքրվում եք քաղաքական անցուդարձով, դուք օրինակ չգիտեք, որ օրինակ մեր կուսակցությունը, ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցությունը, որի նախագահն եմ ես մինչև հիմա, մեր կուսակցությունը արդեն մի տարին է լրանում, որ առաջարկեց, որ հաշվի առնելով ապագա ընտրությունների կարևորությունը, որ փողոցային պայքարով վարիանտ չկա իշխանափոխություն անել, բանա պետքա ուզած շուզած սպասել մինչև ընտրությունները գան, որ պետքա գնալ ընտրությունների, բայց պետք է հաշվի առնել նաև, որ արտախորհրդանական ուժերը այս սև ու սպիտակի բաժանման նիկոլական, ռոբական քաղաքականության պատճառով այնքան է այդպես փոխադարձ թշնամանքը բանա խորացել, որ նույնիսկ արտախորհրդանական ուժերի մեջ կուսակցությունները իրար հետ են լուրջ բանի մեջ, մեկը մեկին մեղադրելով, այ բևերն է սարեց, են մեկն է սարեց, իհարկե դե թերություններ կան այդտեղ, որ եւ մենք առաջարկում ենք մի բան, քանի որ արտախորհրդանական ուժերից ոչ ոք այնքան հեղինակություն, այնքան ճանաչվածություն, կապեր Սփյուռքի եւ ժողովրդի հանրության հետ չունի, որ օրինակ նույնիսկ սոցիոլոգիական հարցումներն են ցույց տալի դաժե մի տոկոսի բարի շատերը չեն կարող հաղթարեն բան ճանաչվածություն։ Միակ ելքը ձևավորել մեծ դաշինք, կուսակցությունների մեծ դաշինք, բայց կուսակցությունների դաշինքը ստեղծվում է հետևյալ սկզբունքով, երբ որ ընտրության գնացող կուսակցությունները օբշի ընդհանուր անելիք ունեն։ Այն մեկը էս ուզում, այն մեկը էս ուզում, այն մեկը նաև բացի դրանից ուզում է էս մյուսը, այն մեկը էդի չի ուզում, բայց իրար հետ համաձայնում են այն ինչ որ իրանց ընդհանուրը համարեն հիմքը եւ ձևավորեն դաշինք ընդհանուր անելիքների ծրագրով։ Դաշինքը պետք է ունենա նախընտրական իր ծրագիրը, որի հիմքում բոլոր դաշինքի մեջ մտած կուսակցությունները բան են։ Եվ քանի որ դա բարդ է, մենք առաջարկեցինք հետևյալ գոնե սկզբունքով ստեղծվի դաշինքը։ Առաջերտին հաշվի առնելով, որ հայ ժողովրդի փրկության հիմքում պետքա դրվի ոչ միայն հայաստանաբնակների կարողությունները, այլ ողջ հայ ժողովրդի։ Ոնց։ Ուրեմն դրա համար մենք առաջարկում ենք, որ ստեղծվի համազգային կառույցների գործուն համակարգ։ Մենք առաջարկում ենք, որպեսզի համազգային կառույցների գործուն համակարգը ունենա փորձի փոխանակման, աջակցության, փոխօգնության եւ այլնի խմբեր,
Մենք առաջարկում ենք, որ համազգային կառույցների համակարգը պետք է լրիվ տեղեկացված լինի աշխարհում, որտեղ որ հայ է, որ գործնանում եւ այլն։ Համազգային կառույցների համակարգը պետք է ունենա արհեստական բանականության համակարգում իր հատուկ ծառայությունների բանը։ Համազգային կառույցների համակարգը եւ հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ 21-րդ այս դարում ինֆորմացիայի դարում ամենակարևորը ինֆորմացիոն աջակցություն խորհրդատվության մեխանիզմն է, որ ցանկացած մարդ պետք է ունենա, որ հայ ժողովրդի ցանկացած անձ պետք է սովորի իր ողջ կյանքի ընթացքում ունենա արհեստական բանականության իրան ամրագրված ուսուցիչը, եւ այդ ուսուցիչը պետք է նրան սովորեցնի, թե օրինակ խմորեղենը որտեղ ավելի լավ ծախել, որտեղ է բանը եւ այլն եւ այլն եւ այլն։ Այդ տարիների բան եք նկարագրում այդ Երախություն հիմա ասում եմ, առնվազն մյուս ընտրությունների նոր տեսեք դուք ասում եք տարիների, չէ՞։ հա Հələ պատկերացրեք հետևյալը։ Ես ուզում էի, որպեսզի տանից կարողանամ հաղորդումներ բաներ անեմ։ Բնական է, որ պետքա նկարահանվել, պետքա դա ձևավորվի, YouTube-ում ինչ որ մի ձևի է, բանում Facebook-ում ուրիշ ձևի է եւ այլն։ Բարդություններ ծագեց, ես էլ այս տարիքում դժվարություններ, ասի մի հատ մտնեմ արհեստական բանականությունը։ Վայ, պարոն Սադոյան, ողջունում ենք Google-ի ճանաչում է ամել ձեզ պաստոր ճանաչեց ձեզ Դե մեխանիկորեն է ճանաչում, եթե ես մտնում եմ իմ կոմպով, իմ բանով։ չորրորդ խոսափողը միացնում է Նու այնտեղ խոսափողի մասի խոսան, բայց ոչինչ։ Եվ ասաց հետևյալը, բա այսպես ասի, հարգելիս ասեցի, շատ շնորհակալ եմ, լավ եք ասում, ամեն ինչ ճիշտ է, բայց իմ տարիքում մի քիչ բարդություններ կան։ Լավ կլինի մի հատ ինստրուկցիա տաս, թե ոնց անեմ ես քայլ առ քայլ։ Ասես նկարով թե առանց, ասի լավ, որ մենակ տպագիր։ Հիմա պատկերացրեք ինչ եմ ասում։ Այնպիսի հոյակապ ինստրուկցիա տվեց, որ ես որևէ խնդիր չունեի։ Մենակ իմ խնդիրը դառնում էր, որ ես մոռանում էի, որ ինստրուկցիայի մեջ ես ինչ քայլից հետո այն մյուսն է պետք անել, երբեմն շփոթվում էի։ Հիմա ասեմ հետևյալը։ Ընդամենը 2 օրում, 5 օրում ես այդ ինստրուկցիան բանը ունեցա։ Ինչի՞է պետք տարիներ։ Որևէ խնդիր չկա։ Հայաստանի ցանկացած հրուշակեղեն էփող, ցանկացած տնային տնտեսուհի 100 տեսակի ճաշերի բաների մասին ամեն ինչ կարող է ունենալ։ Որևէ խնդիր չկա, որպեսզի ցանկացած մարդ սովորի իր ավտոյի բանը որ կլուչով ոնց է պետք բան անել եւ այլն, բավական է մենակ զանգի։ Իսկ եթե զանգելն էլ քիչ է լինում, արհեստական բանականություն նրան ասի հարգելիս, այս հեռախոսի համարով զանգի, այնտեղ մասնագետ մարդ կա։ Մասնագետ մարդը քեզ բանը հեռախոսը կպահի, կասի այնի վեկալ, այնի ձուվանար, այն մեսը։ Եթե ստեղծվի համազգային փոխօգնության փոխաջակցման խմբեր, աշխարհով մեկ գործող, ցանկացած մասնագիտության ոլորտինում, այդ համազգային խմբերի մարդիկ փորձի փոխանակման, իրենց կարողությունների հեռակարգավորման, հեռաուղղորդման մեխանիզմներով ընդամենը կես տարում ամեն ինչ կանեն, ինչ տարիներ։ Դուք ճիշտ եք, բայց հայ ժողովուրդը շատ դժվար է միավորվում։ Հիմա դաշինքների մասին մի տարիա խոսում են, բայց ամեն դեպքում ընդդիմությունը տարբեր կուսակցություններով մեկը առանձին է գնում, հետո կարող է միավորվեն։ Հիմա ունենք իշխանություն, կա ուժեղ Հայաստան, կա Սամվել Կարապետյանի Քոչարյանի Դա վեգան Հայաստան դաշինքը Հայաստան ու էլի մի քանի կուսակցություններ, որ մեկին է կարծում արժի ավելի շատ վստահել։ Ուրեմն մեզ երևի լավ չասացի այն մեկի վրա կանգ առախորացա։ Կա հիմնական սկզբունք։ Հայաստանը առաջին 5 տարում կփրկվի, այսպես ասած, ջահակործանման ճանապարհը բռնելուց կարող է մի քիչ ինքը իրան պահի, եթե Հայաստանում ձևավորվի համազգային շահերով, այսինքն ողջ հայության, ոչ թե նեղազգային շահերով կամ ոնց որ Նիկոլն ասում իրական Հայաստանի շահերով, հայցավները տանեմ իրական Հայաստանը մենակով ոչ մի բան չի կարող անի, կալավ ինչքան կարելի է, ես Նիկոլին 100 անգամ ուղարկել եմ
Համազգային կառույցների համակարգը ստեղծելու լավ, եթե բանը կներեք մի քիչ երկարացնեմ։ Հանգիստ։ Ուրեմն դեռ 2001 թվին հաշվի առնելով թե աշխարհում ինչա կատարվում, ես առաջարկեցի այն ժամանակ ԱԺՄ կուսակցության նախագահության մեջ էի, վարչության անդամ էի։ Առաջարկեցի, որ շեշտը դնել համազգային կառույցների վրա։ Ոնց չէ բարդություններ եղավ, լավ ես չխորանամ պատմության ընթացքի մեջ։ 2001 թվին մենք հիմնեցինք ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցությունը, որի հիմնական նպատակն է աշխարհով մեկ ստեղծել պետության որոշակի բաներ, ֆունկցիաներ ունեցող ազգ կազմակերպություն իր կենտրոն մայրաքաղաք Հայաստան։ Այս գաղափարի հետ կապված մենք մշակումների մի ամբողջ մի 50-100 էջանոց բաներ կան, բոլոր դետալներ, մասնակցությունը ոնց պետք է ավարտի, ծառայությունները ոնց պետք է լինեն, պարլամենտը բանի կամ ներկայացական մարմինը պետք է ունենա 2 պալատ, մի հատ բանը համազգային կառույցների մեկ էլ ողջ աշխարհի հայության կողմից էլեկտրոնային ընտրությամբ եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես որպես հանրային խորհրդի անդամ զեկուցեցի հանրային խորհրդին այն հույսը, որ հանրային խորհուրդը ողջունեց շատ լավ, դե պարոն Սադոյան այն վաղ հանրային խորհուրդը բանը նախագահի հանրային խորհուրդներ, բանը Սերժի ժամանակ։ Բա մի զեկուցի նախագահային տենանք ինչ ասում։ Ասի լավ, պատրաստեցի նյութերը ուղարկեցի նախագահին, զեկուցեցի նախագահին բանով։ Պարոն Սադոյան հոյակապ բան եք ասում, այո, իհարկե պետք է զբաղվել այդ բաներով ամեն ինչ լավանավա։ Եվ բանը ասեցի, ինչով մենք կարանք աջակցենք, խնդրում ենք, բայց բանի հետև չգցեք, զբաղվեք, անպայման արժ չկա, անցավ մի ամիս ոչ մի ցենտ տուն, անցավ 2 ամիս ոչ մի ցենտ տուն։ Անցավ 3-4 ամիս ստիպված գնացի բանի Հրանուշ Հակոբյան կար բանը։ Դա բացեցին Սփյուռքի նախարարությունը։ Սփյուռքի նախարարություն դարավ այդ գաղափարը։ Ուրեմն գնացի Սփյուռքի նախարարության Հրանուշին պատմել էի նայել բանը ամեն ինչ նորմալ է եւ այլն։ Գնացի ասա Հրանուշ էսի չանում, մեռանք սպասելու ոչ մի։ Դե արշակ զբաղված են այնպես, վերջի չդիմանցավ, ասաց, թե ինքը շահագրգռված չի, ինչի դա պետք է անի, Ղարաբաղի հարցերով եւ այլն։ Ես զգացի, որ իսկապես բոլորովին ձեռ չի տալիս Սերժ Սարգսյանին աշխարհով մեկ վլաս կիսել, համազգային կառույցների համակարգ ստեղծել, ավելի լավաստ է վատակը դիմանանք չենք դիմանա, էդի չի կարևոր գոնե իր իշխանությունը պինդու ամուր կլինի, հանգարց Սփյուռքից որևէ քննադատություն չի լինի։ Տեսա, ասեցի, զգացի, որ երբ չկա, էլի փորձեցի, ոչ։ 18 թվին, երբ որ այդ իշխանափոխության բանն եղավ, ես ուրախացա, ասի, այս չէ, լա մի քիչ բանով, այդքան էլ Ղարաբաղով բանով կաշկանդված չի։ Պարզվեց բացարձակ կաշկանդված չի։ Եղավ այդ թերությունները հետո որոշեցի ուրախացա Նիկոլին պատժկայել արեցի, որ բանով լի։ Եկավ Նիկոլը իշխանության, հլա դաժե այդպես վերջի 18 թվի ընտրությունը դիմեցի իրան որպես վարչապետի, ուղարկեցի այդ 50 էջանոց մեր մշակումները, բաները։ Դե ախպեր ջան, որ էսա ճանապարհը, Հայաստանը մենակով չի կարա, Սփյուռքներ մեծ հնարավորություններ ունի, մարդկային կապիտալը, եթե ամենամեծ արժեքն է 21-րդ դարում, մարդկային կապիտալը 2.5 միլիոն հայության Հայաստանով էնել, եթե հաշվենք սովետական ժառանգությունը, բանը շատ բավական ոչ այդքան բարձր արժեքով մարդկային կապիտալը հայաստանյան, հասկացաք երևի ինչ եմ ասում։ Եվ բանը իսկ օրինակ Սփյուռքի բանը շատ կարևոր է եւ Սփյուռքը մեծ առավելություն ունի, որովհետեւ Սփյուռքում մեր հայերը լավ սովորել են ուրիշների լավին էլ իրանց ազգային ավելացնելով արժեքներ ստեղծել։ Այսինքն Սփյուռքը պետք է մարդկությունը։ Մյուս կողմից Սփյուռքը նաև հայա պետք է Հայաստանին։ Բա ինչ արձագանք ստացաք Փաշինյանից։ Ուրեմն վերադառնում Նիկոլին, ասեմ հետևյալը, ուղարկեցի ցենց սպտում չկա։ Նորից ուղարկեցի։ Տեսա որ ցենտը տոնել չկա, ասի մի հատ էլ ուղարկեմ Ղալեն Սիմոնյան մյուսներին։
Գոնե այսպես իրանք ընդ տպավորություն ստեղծեն բան։ Ուղարկեցի ոչ մի ցենսը իրանցից էլ։ Քանի անգամ գնացի ազգային ժողով եմ բանով հանդիպեցի էլ անեցեմ, դե զբաղվում ենք, հետաքրքրվում ենք, բայց երբ որ խոսքի մեջ զգացի, որ չի էլ կարդաց։ Հիմա հետևյալը, երբ որ Նիկոլը գնում էր Լոս Անջելոս ինչ որ համոզան, հլա մինչև պատերազմներ, եթե չեմ սխալվում։ Կար Սփյուռքի մոտ Հայաստանի նկատմամբ կար ձևավորված մի հատ կարծիք, որ Հայաստանի իշխանությունները իրանց նայում են միայն որպես կթուկով, ամեն ինչ փորձում են Սփյուռքի մարդկանցից փոկել, միշտ դեպի մեզ, միշտ դեպի մեզ, ոչ մի բան չտալով Սփյուռքին։ Կթուկովի գաղափարը այնքան էր խորացել, որ եթե Սփյուռքի որ մեկի հետ էլ խոսած, այդ գաղափարը տակից երևում է։ Ես որոշեցի Նիկոլինը դիմեցի, ասի հարգելիս, նախ պետքա փոխել վերաբերմունքը Կաթուկովի գաղափարը հանել Սփյուռքից, որպեսզի համատեղ աշխատելու հնարավորություն լինի։ Գնում ես Լոս Անջելոս, հայտարարի, որ տեղի է ունեցել մեր մոտ իշխանափոխություն, հեղափոխություն, մենք վերջապես հասկացանք ինչքան կարևոր է հայ ժողովրդի միասնությունը եւ այլն եւ այլն։ Մենք այսուհետեւ մենք նայում ենք հետեւյալը ինչով կարող է Հայաստանը օգնի Սփյուռքին։ Եվ բանը գնաց ելույթ ունեցավ նորից ծերից կթուկով։ Ես դրանից հետո արդեն մինչև վերջ համոզվեցի, որ այս մարդու մտավոր կարողությունների էական պակաս կա, եթե ուրիշ ոչ բաներ, որ այս մարդը բացի աթոռից, բացի ուրիշ բաներից, հեղափոխությունը խաղում, բայց իրականում ոչ մի բան, եթե նայեք էլ ոչ որևէ այսպես ասած հեղափոխական տեղաշարժ Հայաստանում չի եղել, եթե ոչ Հակառակ ավելի շուտ։ Այս իրավիճակում բնական է, որ պետք էր ազատվել արդեն փոխել իշխանափոխություն հասնել։ Քանի որ իշխանափոխություն հասնել այն պայմաններում պատերազմի պարտությունից հետո, երբ որ Ալիևը նստած մի հատ հարմար առիթի է մանգալի, որ մտնի Հայաստան Սյունիքը գրավի, բնական է, եթե այսպես քաղաքացիական լուրջ բախումներ լինեն, բան լինեն, դու չէ Ալիևը մյուսները կօգտվեն դրանից Էրդողանն ու Ալիևը։ Բայց հիմա Սամվել Կարապետյանը Սփյուռքի ներուժով, մեծ ֆինանսական ներուժով փորձում է այս ընտրություններին բանանի ու ներողություն, մի րոպե mən ճիշտ եմ։ այո, Սփյուռքի ներուժով դե Ռուսաստանի հայությունն էլ է Սփյուռք։ ներողություն, Ընդ որում շատ տարբեր։ ներողություն, Ռուսաստանի հայությունն էլ Սփյուռք, բայց Սամվել Կարապետյանը, ինչպես նաև այն ժամանակվա մոռացա մի հատ ուրիշը կար էլի բանով Մոսկովյան միլիոնատերից Հա, Արկադի, ոնց որ Լավ, մարդը իմացա, մասն ինչ խոսում։ եմ Ուրեմն դրանք չնայած օրինակ ինձ էլ են հրավիրել Մոսկվա, այնտեղ ստեղծում ենք Ռուսաստանի համահայկական ու բաների միավորում, խմբավորումների միավորում, գնացի խոսացի, ելույթ էլ ունեցա, բայց հետո տեսա, որ ձևեր են թափում, մենակ իրանք, որ Պուտինի մոտ ինչ-որ բան ունեն, ավելի մեծ արժեք, այսպես բանի, որևիցե հեռավոր կապ չունեն, Սփյուռքահայ մարդկանց օրինակ ասենք, որևիցե տեղ լսել եք հետևյալը, որ Սամվել Կարապետյանը կամ այն մեկը, որի մասին ասում էին, ստեղծած լինի Ռուսաստանում գտնվող հայերի տնտեսական աջակցության ձևակառույցներ, արհեստական բանականության այն ինչ որ մի քիչ առաջ Ես հիշում եմ, որ ինչ որ բիզնես պլատֆորմ ստեղծել էր, որ դե տարբեր բիզնեսներ Հայաստանի եւ ընդեղի այտենց բան Լավ, ես ամենայն դեպս բավական ուսումնասիրել եմ, ասեմ, ոչ մի լուրջ բան չկա, ավելին ամենացավալին է, որ համազգային կառույցները Ռուսաստանում դիտմամբ ձևավորվել են այնպես, որ լինեն պրիդատը Կրեմլի, որ նրանցից հիմա պատկերացրեք հետևյալը, տեղի ունեցել մի սարսափելի բան, խաղաղապահ ուժեր, ռուսական 2000-ից ավել իրանց տանկերով, բաներով, դրվել են Ղարաբաղում, որպեսզի թույլ չտան, որ Ադրբեջանը այն փուչուր մնացած Արցախի մասը գրավի։
Այս ուժերը ոչ միայն այդ շրջափակման ժամանակ, այլև բուն այդ վերջի օրերին հրավիրում էին ռուսների բաններին, ադրբեջանցիներին համեցեք։ Հիմա հարց ձեզ հարցնեմ, եթե Սամվել Կարապետյանն անվանումը պետք է ասել անպայման, եթե հիշեք բանարեք, այդ մյուսը բանը Արկադի Հա, Վարդանյան Վարդանյան, ճիշտ է։ Արկադի Թե իրան Վարդանյանը, նկատի մի հատ չունեն։ ուրիշը կա, բանի Ելով կա։ Արա Աբրահամյան, Արա հա։ Աբրահամյան Հա, ավելի հա, կարևոր է։ Մենք ավելի հետ գնացինք։ ասեմ հետևյալը։ Հələ պատկերացրեք, տեղի է ունեցել մի բան, աշխարհը էթնիկ զտման դեմ պայքարում է, Լոս Անջելեսում եսի ինչեր են կատարվում, Ֆրանսիայում բանում ամեն օր, էլ Լիբանան, Բեյրութ բանը չասեն։ Որևիցե բան տեսակ ինչա կատարվում 2 միլիոն հայերը Ռուսաստան։ Ոչ մի ցենց ծպտում։ Եվ ինչի, որովհետև ունեն Սամվել Կարապետյանները, բաները, Աբրահամյաններ, որոնք իրենց ձեռն են վերցել համահայկականը եւ տակից ընդամենը արգելում են ամեն տեսակի ակտիվություն, ամեն տեսակի ազգային բան։ Էսա իրականությունը։ Արդյոք օրինակ Սամվել Կարապետյանը որևիցե տեղ միլիարդատերերս բողոքելա թե ինչի հարգելի Կրեմլ, քո 2000 մարդիկ Ուկրաինա բանում Ղարաբաղում, ինչի թույլ տվեցին ցեղասպանություն, էթնիկ զտում։ Եվ ոչ միայն չխանգարեցին, այլ դաժե նպաստեցին դրան։ Եվ հիմա այդ մարդիկ ստացում է այսպես։ Ամենացավալին է, որ Նիկոլի պատճառով տպավորություն է ստեղծում, որ այսպես կոչված ռուսամետ ուժերը, էլ չեմ ասում 5-րդ շարս, ավելի ազգային են, քան թե ենթադրենք արևմտյան կողմնորոշման բաներ։ Բա հիմա ինչ մնաց։ Մենք նախկինները չէ, Նիկոլենք չէ, այս նորերը չէ, տակը ինչ ենք տեսնում։ Մնաց օրինակ հետևյալ։ Կան բազմաթիվ լուրջ ուժեր, գոնե մարդիկ, որոնց ես ճանաչում եմ, որոնք խորը համոզված են, որ իսկապես մեր տեղը ժողովրդավարական երկրների կազմում լինելն է։ Մեզ պետք է Կամ նալուններ։ կներեք մի բան էլ ավելացնեմ, որ կարևոր եմ համարում։ Սփյուռքը ընդհանրապես հենց սփյուռք լինելով հանդերձ ժողովրդավարության բաստիոն կարա դառնա։ Բայց Սփյուռքը շատ տարբեր է։ Ներողություն, Ռուսաստանի հայը ու Լոս Հիմա Անջելեսի։ պատկերացրեք հետևյալը։ Ժողովրդավարական նորմալ երկրներում, քաղաքակիրթ աշխարհում ընդունված կարգը, ազգային փոքրամասնությունների իրավունքների ու ազատությունները, ազգային փոքրամասնությունների հնարավորությունները իրենց լեզվով դպրոցներ եւ այլն կրթություն ունենալ, ինչ որ Լոս Անջելեսում բանում ելնում են։ Հիմա ես ասեմ հետևյալը. ազգային փոքրամասնությունների ազատություններն ու բանը ժողովրդավարական հիմնական այդ նորմերը ցանկացած սփյուռքի համար փրկություն է։ Սփյուռքը ներսի ժողովրդավարության կողմնակից է։ Հիմա հələ պատկերացրեք հետևյալը. եթե ռուսական 2 միլիոնանոց սփյուռքը իր շահերի համար պայքարի, որպեսզի փոքրամասնությունների իրավունքը, որպեսզի դպրոց բացի, դա նշանակում է, որ այդ սփյուռքը պայքարում է, որպեսզի Ռուսաստանում ժողովրդավարական կարգեր հաստատվեն։ Քաղաքակիրթ աշխարհը խիստ շահագրգռված է, որպեսզի աշխարհի երկրները դառնան ժողովրդավար, շատերը այնքան պատկերացում չունեն, որ ասում են, աշխարհը որոշում է այս սանից նավթ ստացավ, այն մյուսը այս եկամուտ է, այն եկամուտ է։ Աշխարհի հզոր երկրները շատ ավելի կարևորում են, որ պետությունները ում հետ գործ ունեն, լինեն իրենց հետ ընդհանուր, այսպես նույն տիպի, լինեն ժողովրդավարական պետություններ, որ լավ էլ առևտուր անեն տարբեր բաներ։ Շատերը մինչև հիմա մտածում են սովետի ժամանակվանից թելադրված է։ Այդ կեղտոտ կապիտալիստները շահագործում են աշխարհը, բաներ անում, թալանում են ազգային փոքր երկրներին։ Մեկ ես հարցում եմ, կներեք, մի հատ էլ ասեմ, մի քիչ երկարացնում եմ, բայց ոչինչ։ Ընկերոջս տղան գնացել էր Գերմանիա ցեղական երիժներ բերելու։ Այս երիժները բերելուց հետո եկավ մեր տուն, նստած խոսում էինք, ասես Պարուսադյան ասում է, արա իդի հրաշքեր գիրեն,
ասում եմ ինչ ալ։ Ասում եմ տարան ցույց տվեցին մի հատ բան 4 հոգի ֆերմայում են։ Մի հատ էլ 5-րդ մարդկա որ գալիս է Նեղմաջալին իրանց օգնում է։ Այս 4 հոգին ունեն 2 հարկանի գոմ։ Պահում են 80 կով։ Դրանց ամեն մի կովը տալիս է տարեկան 12000 լիտր կաթ։ Այդ են դեպքում, երբ որ մեր 2000 եթե լինում է, համարում է, որ լավ կով է։ Ուրեմն այս 4 հոգին բացի այդ էլ մի փոչուրել հողակտոր ունեն, որ թարմ խոտ տան, իհարկե իրանց կովերին կերակրում են ոչ թարմ խոտով, այդ ուրիշ իրանց սիստեմին։ Այս կովերին պահում են։ Այս 4 հոգին բնական է, որ օրինակ ստանում են իրանց եկամուտ անձնական, երևի մի 15-20 անգամ ավել, քան թե Հայաստանի գյուղի որևիցե անասնապահ։ Հիմա աշխարհում ընդհանուր առևտրի բանի սիստեմ կա, համարյա ամենտեղ կաթի բանի գները մոտորապես համեմատելի են, մոտիկ են։ Հարց. ով է ումը թելադրում։ Եթե Հայաստանում իրանց բանի չորա բանը կաթը խտացած կաթը բանը փոշի կաթը բանը վաճառում են էժան գներով, Հայաստանում էժանացված բաներով վաճառում են մի կերպ, որ իրանց ավելցուկը բանան են։ Գյուղատնտեսության ոլորտում շահագործում են մեր գյուղացիների գերմանացի 80 կով պահողը։ Թե ընդհանրակը էդի 80 կով այնքան ավել է, որ Հայաստանը շահագործում է, որ էժան ստանա։ Պետությունները քաղաքակիրթ աշխարհի ոչ թե թալանում են թույլերին։ Պետությունները ընդհանրակը շահագրգռված են քաղաքակիրթ աշխարհի, որ նրանք մի քիչ հարստանան ուժեղանան, որ իրանց ավելցուկը առնեն։ Պետությունները ուզում են ոչ թե թալանեն, այլ ուզում են զարգացնեն։ Եվ հիմա պատկերացրեք հետևյալը, քանի հոգի է Հայաստանում դա հասկանում։ Քանի հոգի է հասկանում Հայաստանում, որ քաղաքակիրթ աշխարհը շահագրգռված է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքներն ու բաները պահում են։ Շատերն ասում են, լավ է ձևեր են թափում, ով ասես շահագրգռված են։ Ասում եմ, հարգելիս, հələ մի հատ մտածեք։ Ամերիկան հասկացանք բավական մեծ տարածք ունի բան, բայց Ամերիկան քանի անգամ է փոքր իր տարածքով Ռուսաստանից։ Ամերիկայի բնակչության քանակը քանի անգամ է փոքր Չինաստանից, Հնդկաստանից, մյուսներից։ Ինչն է պատճառը, որ Ամերիկան դառավ աշխարհի տերը։ Պատճառը կարող է մի բան է, որ Ամերիկան պայմաններ ստեղծեց, որ իր մեջի մարդիկ անկախ սևա սպիտակա եւ այլն, որ բոլորը թևերը քշտած աշխատեն, պայմաններ ստեղծեց, որպեսզի իր երկրում լինի բազմամշակութային միջավայր, բազմամշակութային միջավայրի առավելություններն օգտագործելով ներազգային մրցակցության կանոնները հասցնելով եւ նաեւ իր մեջի փոքր խմբերի այսպես ներազգային համագործակցության բաները ավելացնելով մարդկային կապիտալի առավելության շնորհիվ դառավ աշխարհի տերը։ Եվ նաև լավագույն ուղեղներին տարավ։ Հիմա հետևյալը, եթե քաղաքակիրթ աշխարհին ձեռա տալիս բազմամշակութային միջավայրը, քաղաքակիրթ աշխարհին էլ դա ձեռա տալիս, որովհետև աշխարհի տերը դաժե երկրները չեն, աշխարհի տերը քաղաքակրթությունն է համամարտկային։ Համամարտկային քաղաքակրթությունն լավ է, մի քիչ բարդ հարցը սուբյեկտայի հարցը լթողնենք։ Ասեմ հետևյալը։ Բնական է, որ քաղաքակիրթ աշխարհին ձեռա տալիս, որպեսզի հայ սփյուռքը իր բանը, քաղաքակիրթ աշխարհին ձեռա տալիս առավել եւս, որ հայ սփյուռքը այնքան կազմակերպված լինի, որ փորձի նաև Ռուսաստանում, արսիական երկրներում, բաներում ժողովրդավարական արժեքների համար պայքարի օգնի, որպեսզի այդ երկրները ժողովրդավարական դառնան։ Իսկ աշխարհի հզոր երկրները, Ամերիկա, մյուսները իրենց համար այդքան կարևոր չի մի բան տվյալ պահին փախցնեն տանեն։ Իրենց համար կարևորը, որ այդ երկիրը սարքվի իրենց նման, որ կարողանան դրանից ավելի մեծ օգուտ ստանան։ Եվ այս պայմաններում, երբ որ սփյուռքը քաղաքակիրթ աշխարհի համար պետք է, օրինակ, առանձնապես պետք է Ռուսաստանում ժողովրդավարական կարգեր հաստատելու համար։
Առանձնապես պետք է Հայաստանը նորմալի ժողովրդավարական երկիր սարքելու համար, որը օրինակ կողքի Իրանում բանում տենան արմար Սովետուշի Հայաստան կա, որը այսպես, որովհետև ժողովրդավար է։ Բայց Հայաստանում հաստատել ենք, որ Ռուսաստանում մի հատ է հաստատել։ Ինչ ես ասում, էսա։ Դե հիմա պատկերացրեք այսպես, ինչքան ցավալի է, որ պետության համար առաջին մարդը չի հասկանում այս բոլոր բաները։ Դաժե գրավոր, դաժե յազվությամբ, երբ որ իրան ասում են ախպեր աշվեր սփյուռքը բանը, այս մարդը այնքան չի հասկանում, որ դաժե այլոց Ադրբեջանի Մուստաֆայա թե ինչ էր եկեղեցականի հրամանով որոշում է Հայաստանի եկեղեցու դեմ կռիվը։ Այդ քաղաքակրթության հիմքում նաև մեր դեպքում քաղաքակրթության հիմքում նաև եկեղեցին է, եթե խոսում ենք Հայաստանի մասին։ Քաղաքակրթության հիմքում Հայ ինքնության ազգապահպանության։ հա։ Ազգապահպանության, երբ որ պետություն մենք երկար ժամանակ չենք ունեցել, վերջո լավ է մի բան, որ շատ վաղուց մեր եկեղեցին դառավ ոչ թե ուղղափառ եկեղեցու մի մասնաճյուղ, ոչ թե կաթոլիկ, այլ դարձավ հայ առաքելական։ Այսինքն շեշտ դրվեց եկեղեցին հայկականը։ Հայկական եկեղեցին ամեն ինչ արեց, երբ որ պետության բան չունենալու ժամանակ ազգապահպանությունը լինի, որովհետև իր անունն է հայ։ Հիմա պատկերացրեք հետևյալը։ Ազգապահպանական ինչ կարևորագույն դերակատարում կունի եկեղեցին, եթե լավ եկեղեցի լինի, եւ եթե իշխանությունը պետք է աշխատի, որպեսզի այդ եկեղեցուն ուղղորդի դարձնի բան, եւ իշխանությունը ընդհակառակը քանդում է եկեղեցին այն ժամանակ, երբ որ մեզ աշխարհի համազգային կառույցների համակարգ ստեղծելու ամենակարևոր խնդիրը կա, դրանից ավելի սարսափելի ազգատյացություն ուրիշ բառ չեմ տեսնում։ Հիմա պատկերացրեք, Հելենա Էրդողանը անցյալ տարի բանը մարտ ապրիլի 24-ի բանին ուղերձ է հրում Նիկոլ Փաշինյանին, որ ձեր սփյուռքը եւ այլն ձեզ սխալ ճանապարհով կարող է տանեն, դուք հասկացեք մի բան, որ սփյուռքը ձեզ փորձում է թշնամացնել, բանանել եւ այլն, աշխատեք կապերը գճացնել։ Էրդողանի թելադրանքով ինքը սփյուռք է քանդում։ Մանե մոլայի թելադրանքով Ադրբեջանի եկեղեցուն է բանանում։ Այ հարգելիս ախար կազմակերպությունն է մենակ փրկությունը։ Քոփուճուր մենակ Հայաստանը 2.5 միլիոնով կորած է ոտի տակ կտան։ Հիմա ավելի կոնկրետանանք, դուք ինչ որ շփումներ ունենում եք քաղաքական ուժերի հետ կամ ինչ որ տենց քննարկումներ գնում են Ես ես հասկացա մեղավոր եմ, այնքան կարևոր է թեմաները, որ ես շեղվում եմ նույնիսկ այդ նախապես պատրաստված։ Ուրեմն մենք դեռ անցյալ տարվանից որոշեցինք, որ միակ ելքը ստեղծել արտախորհրդարանական դեպի քաղաքակիրթ աշխարհը կողմնորոշված համազգային շահերով ժողովրդավարական արժեքներով ղեկավարվող ուժերի ինչքան հնարավոր է մեծ դաշինք։ Շատ ցավալի է, որ Հայաստանում քաղաքական կուսակցությունների այսպես նույնիսկ սարսափելի վատ վիճակում, հələ պատկերացրեք, մի հատ փուչունիկ Հայաստան 100 հատ կուսակցություն։ Հələ մի հատ ասեք իրարից ծրագրով ինչով եք տարբերվում, որ տարբերեք, թե միացեք մի հատ դարձեք, ընչեք դառը 100 հատ։ Երբ որ մի երկրի ու ժողովրդավարությունը այն վիճակում է, որ այդ ժողովրդավարության բանը կուսակցությունները դառնում են մարդ կուսակցություններ, ինձ էլ են հաճախ մեղադրում, ասում են քո ԱԺԴ-ն մարդ կուսակցությունը, երբ որ բաները կուսակցությունները ոչ թե քաղաքական տարբեր մոտեցումների հիմքով են, պետություն երկիր կառավարելու տարբերության ուղղության համոզմունքների պատճառով են տարբեր կուսակցություններ, այլ որովհետև այս ինչի կուսակցություն, այն ինչի կուսակցություն։ Շատերը ասում են այսպես, դե մի հատ կուսակցություն ստեղծենք, որ այսօրվա դրության այս ընտրություններում, հենց այսօր ընտրության, հունիսի 7-ին, քանի հատ թազա կուսակցությունը բացվե,
Որովհետև այսիշ մարդը ուզում է վարչապետ լինի կամ իր խելքին բղլեղնա, որ կարող է բանել։ Առնվազն 10 հատ։ Բայց Okay. լավ հնա վերադառնանք բանով։ Ակնհայտ է, որ այս պայմաններում պետք է հավաքել կուսակցությունները դաշինք ստեղծել, որովհետև այդ մանդրերը մենակով չեն կարա։ Հավաքել դաշինքը ստեղծել որոշակի գաղափարի շուրջը։ Քիչ առաջ ասացի այդ 3 հիմնական գաղափարները համազգային շարերով, ժողովրդավարական արժեքներով, քաղաքակիրթ աշխարհի ուղղվածություն։ Մենք փորձեցինք այս համախումբը ստեղծել։ Դրա համար ստեղծեցինք նախաձեռնող մեր խումբը, դեռ անցյալ տարվանից։ Նախաձեռնող խումբը փորձեց կոնտակտների բաների մեջ մտնել, սա լսեցին խելոքա բանա, լավ է բանա, բայց դեղաշրջը չերևաց։ Հետո տեսանք, որ վարիանտ չկա, որոշեցինք ստիպել։ Օրինակ, կուսակցություններ, եւ ես ուզում եմ օգտվելով ձեր այս ընձեռնված հնարավորությունից, նաեւ դիմել բոլոր, այսպես ասած, իրենց արեմտամետ կարողանը կարծող կուսակցություններից։ Հարգելիներս, եթե դուք մինչև հիմա չեք հասկացել, որ Նիկոլ Փաշինյան այս բոլոր տարիների ընթացքում իբրև թե արեմտամետ ասելով լրիվ հակառակ կոսնատարել, երբ որ Նիկոլը քանդել է համազգային շահերի ոտնատա կատարել, որովհետև Ալիև բանը պահանջում են, դուք իրավունք չունեք համագործակցել Նիկոլի հետ, որովհետև եթե Նիկոլը բան արեց, նա էլ ասում է 2/3 մեծամասնություն պետք է ունենամ այս ընտրություններում, շարունակելու է իր գործը եւ շարունակելու է քանդել այս երկիր։ Հիմա հարց, ուրեմն նախ թարգեք Նիկոլին ծառայելուց։ Հստակ հայտարարեք, որ դուք եթե ընտրվեք, երբեք համագործակցության մեջ չեք մտնի նիկոլականների հետ, որոնք 7 տարի շարունակ ոչ մի բան չարեցին։ Հայ ժողովրդի, հայ ազգի համար, մեր այսպես թռիչքած զարգացման ապահովման համար, ընդհակառակը կորցրեցին սա եւ այլն։ Դուք կատեգորիկ հայտարարեք, որ երբեք ոչ Սամվել Կարապետյան, ոչ Ռոբերտ Քոչարյան, ոչ մեկի հետ համագործակցություն, որովհետև նրանք Կրեմլի դերացոններ, նրանք ազգային չեն, նրանք ապազգային են։ Եվ գնացեք ախպեր ջան հետևել լոզունգով համազգային շահեր, աշխարհով մեկ բան եւ այլն եւ այլն։ Ստեղծեք մեծ բան եւ եթե հայ բնակչության, Հայաստանի բնակչության, լավ վերջո Նիկոլի ջանքերով Սփյուռքը կդրվել է համարյա ընտրության մասնակցելու հնարավորությունը, թեպետ Սփյուռքա երկքաղաքացիներ լավ է դիլը թողնենք։ Հարգելիներս, Հայաստանի բնակչության առնվազն 60%-ը բոլոր սոցիոլոգիական հարցումներով ասում են, որ ցանկանում են գնալ դեպի Եվրամիություն։ Բայց Եվրամիությունը չի ցանկանում, որ մենք գնանք Ախր դեպի հետո այդ բանն ասե եւ դու էլ կրկնում ես Ոչ ցավալի։ ոք չի ասել հակառակի մասին։ Ոնց թե չի ասել, խնդրում եմ։ Ես գնացի։ Ներողություն, Նարեկը հիմա չի եթե տեսնում ասել դա։ հետևյալը։ Եվրամիությունը դամանավանդ ուկրաինական այս պատերազմի բանի ֆոնին, երբ որ աշխարհում տեղի է ունենում քաղաքակիրթ կամ բանա ժողովրդավարական արժեքներով պետությունների ու ավտորիտարների մրցակցություն, Ուկրաինայում 1, Իրանում 2, երկու տեղերում էլ կռիվը ոչ թե նրա համար է, որ Իրանը գրավեն, Ընեցեն ավերը մենակ այս համալուտներով, որ ընդեղ ամիսներով, տարիներով պետք է չարչարվեն։ Դե հենց մեր պատերազմի ժամանակ հրաշալի հնարավորություն կար ավտորիտար Ալիևին ինադու ասել մենք սատարում ենք ժողովրդավար Հայաստանին, որը Եվրոպան Բայց Հայաստանը ժողովրդավար չի։ Դե այս երկուսի մեջ մենք ենք ժողովրդավար, լավ։ Ո՞վ ասեց։ Ոնց, բա Ալիևն է Ներողություն, ժողովրդավար։ հարգելիս։ Եթե ժողովրդավարությունը պայքարում է ավտորիտարիզմի դեմ, ավտորիտարիզմի կենտրոնացված Գազը առնում է ավտորիտարիզմի։ Ավտորիտարիզմի էական ներկայացուցիչը Պուտինը, Ռուսաստանը Կրեմլը, ժողովրդավարը արդյոք այն երկիրը, որը հապկի անդամ է,
Ժողովուրդը արդյոք այն երկիրը, որ ԵԱՏՄ-ի անդամ է, ժողովրդավարական արդյոք այն երկիրը, որ ռուսական բազա ունի, Կրեմլի բազա ունի Հայաստանում զորքերի, եւ ոչ ժողովրդավար Ալիևը, որը բռնապետ է։ Հիմա հարց Որը իրաց այդ ռուսական գազնավաճառում։ ներողություն, հիմա եթե օրինակ Արևմուտքի համար շատ ավելի կարևոր է, որ հարավային Կովկասը փոկի Ռուսաստանի ազդեցությունից, որ հարավային Կովկասը դառնա ոչ ռուսական, հիմա պատկերացրա, ումը պետք է աջակցի, բազա, ռազմական բազա ունեցող Հայաստանի, չնայած էլի աջակցում ճարահացյալ, թե օրինակ դեմ չլնի, որ Ադրբեջանը եսի մեկ-մեկ համահանում է, ոչ թե մեկ-մեկ այլ շատ աջախ, կներեք բարի համար, ասեմ հետևյալը, եթե Եվրոպան դաժե այս պայմաններում հապ ռազմական բազա ԵԱՏՄ-ը, որ համատեղել է Եվրոմիության հետ, այս ԵԱՏՄ-ը այս երեք ունեցող Հայաստանին էլի փորձում է քաշել, ներգրավել սարքել Եվրոմիության անդամ, ասում է Եվրոպան ուզում է, Եվրոպան խնդրում է, Եվրոպան աղաչում է ախպեր ջան, բայց որպեսզի գնաք, դուրս եկեք հայկի հապկից, ոնց կարող եմ ես ձեզ զինվորները զորքով, զենքով օգնել, երբ որ այդ զենքը գնելու է Ռուսաստանի ձեռը, որովհետև ռազմական բազա ունի, որովհետև հապկի անդամ եք։ Այս էլեմենտար բաները, մարդկանց ուղեղները ոնց են բանանում, որ շատ-շատերը, ցավոք շատ-շատերը Հայաստանում հələ դեռ մտածում են, իսկ Եվրոպան ուզում է, թե ոչ։ Եթե հետաքրքիր բան եք ասում։ Եվրոպան իսկապես խնդրում է։ Եվ ասեմ հետևյալը։ Խնդրում է այն պատճառով, որ ոչ թե որովհետև Հայաստանում մոլիբդեն կա, բան կա։ Եվրոպան խնդրում է այն պատճառով, որ Հայաստանը քրիստոնյա ազգ եւ շատ բաներով էլ այսպես ասած եվրոպական ուղղվածության տրադիցիաներ ունեցող եւ այլն, եւ առաջի հերթին մեծ թուրք ունեցող, եթե Եվրոպան կարողանա Հայաստանը սարքի ժողովրդավարության կղզյակ հարավային Կովկասում, տեսանք Վրաստանը եղանա տալի, բայց վաղ թե ուշ Վրաստանն էլ խելքի կբերեն, այդ ուրիշ հարց է, դառնա կղզյակ, եւ ոչ միայն հենց այնպես կղզյակ, այլ ղեկավար սուբյեկտ, որը աշխարհի հայությանը դրդում է, ուղղորդում է դեպի ժողովրդավարական կարգերի աջակցմանը իրանց երկրներում։ Եվ օրինակ, մի հատ էլ բան ասեմ, ամենակարևորը, որ երևի պետք է անպայման ասեմ։ Ուրեմն 21-րդ այս դարում որևէ խնդիր չկա, որ աշխարհում ստեղծվում են նաև ոչ պետական մասնավոր ռազմականացված կազմակերպություններ։ Մասնավոր ռազմականացված կազմակերպություններ կան Ամերիկայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իսրայելում։ Մասնավոր ռազմականացված կազմակերպությունները այդ պետություններին պետք են, օրինակ վերջերս Տրամպը, երբ որ պետք էր ասում էին, եթե խաղաղություն լինի, Ամերիկան իր զորքերը որպես գառանտիա կտանի Ուկրաինա, Տրամպն ասեց, մենք չէ մեր զորքերը, բայց մասնավոր ամերիկյան բաները կարան գնա, մենք չենք հարգել։ Հիմա հարց, բոլորը տեսել եք երևի Պրիգոժին Վագներ կար ուկրաինական պատերազմում, մասնավոր այդ ռազմականացած կազմակերպությունից քաղաք էր գրավում ուկրաինացիներից, բավական մեծ դերակատարում ուներ, որոնք այնքան աբրկեցին, որ դուս եկան Պուտինի դեմ, վերջներ նախապես նրա սամալյոտը տրաքացրեց, սպանեց բանի։ Մասնավոր ռազմականացված կազմակերպություն, խնդիր կա արդյոք, որ հայ ժողովուրդը Ամերիկայում եւ Ֆրանսիայում գրանցված ստեղծի մի հատ մասնավոր ռազմականացված կազմակերպություն, որը կանոնադրության մեջ ֆիքսված լինի, որ այս մասնավոր ռազմականացված կազմակերպությունը աշխարհով մեկ աջակցելու է փոքր երկրներին իրանց սահմանների պաշտպանության բաների համար, որ այս մասնավոր ռազմականացված կազմակերպությունը նպաստում է, որպեսզի եւ այլն, սիրուն բաներ,
Եվ այդ մասնավոր ռազմականացված կազմակերպությունը ստեղծում է աշխարհով մեկ հայերի կողմից։ Հիմա պատկերացրեք հետևյալը։ Մենակ Արցախից վերջի բանը հայաթափումից հետո մոտ 3-4 ինձ ազեղ ասում են 4-5 հազար զինվորներ եկան ու փախան բառը չասեմ ստիպված եղան գալ Հայաստան։ Այդ 4-5 հազար զինվորներից առնվազն 2-3 հազարը այդպես էլ իրենց տեղը չեն գտնում Հայաստան։ Որևիցե խնդիր չկա, որ մենք աշխարհով մեկ Ամերիկայում գրանցված մի հատ ման լինենք, Ամերիկան ինքը խնդրի, որպեսզի չգա մեր Սյունիքը պաշտպանի Ադրբեջանի հարձակումից, կասի ադելա մի հատ մասնավոր ռազմականացված կազմակերպությունը ինչ ուզում անի։ Ջերմուկում դիտորդներին էին դեմ, որոնք բացի հեռադիտակից բան չունեին ադրբեջանցիները։ Դուք կարծում եք նման բան թույլ կտան։ Ես ասում եմ հետևյալը, բնական է, որ ադրբեջանցիները դեմ են գնում, Նիկոլին էլ ստիպում են, Նիկոլն էլ պահանջով Ալիևի կրճատումը Հայաստանի պաշտպանական ծախսեր։ Բայց Ադրբեջանը համենայն դեպս հələ այնքան լգտիություն չունի, որ ասի ցերեք ձեր բանակը։ Ադրբեջանը քանի իրավունք ունի, ասի Ամերիկայում գրանցված կազմակերպություն պետք է հայկական չլինի։ Իսկ եթե այդ կազմակերպությունը լինի, հիմա պատկերացրեք ինչը։ Պատկերացրեք ինչ սարսափելի է, որ մտավոր կարողությունների պակասով ղեկավար ունենք։ Հələ դեռ Արցախը չէր հայաթափվել։ Ես պաշտոնապես գրավոր դիմեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետևյալ բանով, որ բոլոր հնարավորությունները կան։ Կան նաև մեծահարուստներ, որոնք պատրաստ են փողով օգնջակցելու, որպեսզի այդ մասնավոր ռազմականացված կազմակերպությունը խնդիր չկա, եթե պետությունը մի քիչ դեմ չլինի աջակցի բան, որպեսզի այդ կազմակերպությունը գրանցվի ադամբանում, եթե նման կազմակերպություն գրանցվի, եւ եթե Նիկոլ Փաշինյանը այդպես էլ դրակը դրած այդ թղթին ոչ մի ընթաց չտվեց, հիմա պատկերացրեք մասնավոր ռազմականացված կազմակերպություն ստեղծված լներ 2 տարի առաջ։ Այդ մասնավոր ռազմականացված կազմակերպությունը, երբ որ Արցախը շրջափակված էր, կմտներ խաղի մեջ։ Մասնավոր ռազմականացված կազմակերպություն թույլ չէր տա, որպեսզի ռուսական խաղաղապահները յան տված ման անեն, իրանք կմտնեին կռվի մեջ։ Տեղի ունենում ցեղասպանություն, էթնիկ զտում։ Էլ դրանից կարևոր բան կա, որ հայ մասնավոր ռազմականացված կազմակերպություն մտնի կռվի մեջ։ Եվ հիմա պատկերացրեք, եթե լիներ այդ մասնավոր ռազմականացված կազմակերպությունը, Նիկոլը քցած չլներ դարակում, էթնիկ զտումը բանում Արցախում չէր լինի։ Ինչ աշճանի է մտավոր կարողությունների պակասը ազդում պատմության ընթացքի վրա, երբ որ մտավոր կարողությունների պատճառով տեղի ունենում, ասում ես չեմ ուզում ասեմ դավաճանություն եւ այլն, ուղղակի ամենափափուկը մտավոր կարողությունների պակասի պատճառով Արցախը մենք կորցրեցինք։ Երբ որ դրա փրկության ճանապարհ կար։ Լավ, պարոն Սարդարյան, ինձ հուշում են, որ եթե մնացել է մի քանի րոպե, ամփոփիչ հարցը հիմա ամեն դեպքում ընտրություններ են, ինչ կոչ կանեք երիտասարդներին, օրինակ անպայման գնան ընտրությունների անկախ տնից թե ում են ընտրելու, թե հորդորեն խնդրում։ Շատ ցավում եմ, որ ես ինքս հաճախ շեղվում եմ բանով։ Ես փորձեցի ներկայացնել, որ մենք ստեղծեցինք նախաձեռնող խումբ։ Նախաձեռնող խումբը հիմա առաջարկում է ստեղծել է աջակիցների հարթակ։ Ես Facebook-ում բացել եմ։ Այ ասեք, ո՞նց կապվել ձեզ հետ, ձեր խմբի հետ։ Ուրեմն մեր աջակիցների հարթակը պաշտոնապես եւ առիթը օգտագործելով ես հիմա հայտարարում եմ, որ մեր աջակիցների հարթակը ամեն ինչ անելու է, որ դեպի արեմտամետ կողմնորոշման ուժերը համախմբեն դեպի ժողովրդավարական այդ 3 պահանջների դառնան միաբան եւ բոլոր այն արեմտամետ իրենց հորջորջող կուսակցությունները, որոնք Նիկոլի թելադրանքով կամ այլ պատճառներով
չեն մտնի դաշինքի մեջ, կփորձեն մենակ գնալով, իմանալով հանդերձ, որ նույնիսկ ընտրական բարիերը չեն հաղթարի, կամ եթե նույնիսկ մեկ հաղթարեն, 2-3 հոգով պարլամենտի գործը չեն կարա դզի, Նիկոլը մեկը շարունակելու է իրերը, ամբողջ մեղքը Հայաստան երկրի գուբերնացման, եւ ամբողջ մեղքը հայ ժողովրդի աշխարհով մեկ ընկնելու է այն արեմատամետ ուժերի վրա, որոնք դաշինք չկազմեցին, գնացին Նիկոլին ծառայելու։ Եվ մենք ամեն տեղ աջակիցների հարթակը հայտարարելու է հանգարց հայ ժողովրդի սրանց զեն չտակ։ Սրանք են մարդիկ են, որ չեն հասկանում ինչա պետք հայ ժողովրդին։ Խզմալյան, Հա? Խզմալյան, Արամ Սարգսյան։ Եվրոպական կուսակցություն, Տիգրան Խզմալյան, Տիգրան Խզմալյանը։ Ձեր նշված օրինակ, ուժերից, էլի որպես օրինակ եվրոպական ուժ։ Լավ, շնորհակալություն, հասկանալի է, եվրոպական ուղղությունը կարևորում ենք այս նախընտրական շրջանում ու ձեր նախաձեռնությունը եվրոպական ուղղության շուրջ է։ Շատ լավ, ես հասկացա։ Շնորհակալություն, Շնորհակալություն ժամանակ գտաք։ Չէ, ներողություն, ես ճիշտ ասած մի քիչ ավելացնեմ, ասեմ հետևյալը։ Բնական է, որ դժվարությունները ծագում են, կարելի է իհարկե տեսական շատ հարցերի մասին ոգևորված խոսալ եւ այլն, բայց համար առաջի խնդիրը մնում է, թե այս մնացած 3-4 ամսում ինչ ենք անելու։ 3-4 ամսով ուզում եմ կոչ անել բոլոր մեր ապագայով մտահոգ, բոլոր քիչ թե շատ այսպես հասկացող մարդկանց, հարգելիներս, բերեք մենք միավորվենք, բերեք մենք գնանք հատ-հատը բոլորը այդպես հնարավոր կուսակցությունների մոտ, ստիպենք նրանց ականջից բռնենք, բերենք դարձնենք դաշինքի անդամ, որովհետև հակառակ դեպքում Հայաստան երկիրն է կործանվում, հայ ժողովուրդն է կործանվում։ Ուրիշ ելք չունենք, պետք է ստիպենք, եւ ովքեր չեն մասնակցի այդ գործին, նրանք թող հետո իրանց մեղքի բաժինը վերցնեն իրանց վրա, որ իրանց պատճառով չստացվեց։ Որովհետև բոլորը հնարավորությունը, հատ գնացեք պահանջեք, հարգելի Արամ Զավենի Սարգսյան, հարգելի Ման Բաբաջանյան, Տիգրան Խզմալյանը գոնե պաշտոնապես հայտարարել է, որ ես կողմ եմ Թոմանով դաշինք ստեղծելու եւ այլն, ես դեմ եմ Նիկոլին, որովհետև այսպես, հարգելի Արամ Զավենի Սարգսյան, հարգելի Բաբաջանյան, ոնց կարող եք այս 7 տարվա պատմությունից հետո ասել մենք ընդամենը ընդդիմադիր ենք լինելու, ոչ թե ասել, որ մենք պայքարելու ենք, որպեսզի վերականգնենք մեր ժողովրդի հնարավորությունները։ Մենք դրա համար չենք, որ Նիկոլի համար ընդդիմադիր լինենք։ Մենք պայքարում ենք, որ Նիկոլը չկարողանա իշխանությանը զավթել այն աշճանի, որ իր ուզածը թելադրի առանց հաշվի առնելու հայ ժողովրդի լավն ու վատը։ Դրա համար բարի եղեք, հայտարարեք, որ դուք երբեք Նիկոլի հետ կոալիցիայի մեջ չեք մտնի, որ երբեք նրան չեք աջակցի ընտրություններից հետո, եթե նույնիսկ Նիկոլը որոշ չափով հաղթի։ Ամենապարզ բաները որոնց։ Լավ, ես ելի ոգևորվեցի կներեք։ Մենք շնորհակալ ենք, շատ ուրախ ենք, որ ձեր էնտուզիազմը բացարձակ չի մարել, նավյունը մնում է։ Արշակ Սադյաններ, մեր հյուրը սիրելի բարեկամներ, բաժանորդագրվեք, լայքեք եւ կհանդիպենք հաջորդ շաբաթ։